Առաջընթաց կա, բայց լուծված չեն անհետ կորածների եւ գերիների հարցերը, արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից։ Իրանում պատրաստվում են հնարավոր սցենարներին, Սպիտակ տունը կանի իր սև գործը Իրանի ուրանի հարցում։ Որտեղ է կանգ առել Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը եւ ինչու տեղից չի շարժվում։ Հայկական բեռնատարները դարձյալ կանգնած են Վրաստանում, այս անգամ որն է խնդիրը։ Հայաստանում կոռուպցիա կա, բայց հարևան երկրների համեմատ քիչ է։ Որտեղ էին մասնագետները, երբ առանց բիտումի ասֆալտ էին փռում Երևանում, հարց քաղաքապետարանում։ Ինչպես է դիրքավորվել Հայաստանը տուրիստական քարտեզում։ Ոչ միայն քիչ, այլև ուշացումով առողջության ոլորտի մասնագետները դժգոհում են համընդհանուր ապահովագրության արդյունքից։ Եվ փողոցային կռիվ օրը ցերեկով 20-ը 1-ի դիմաց սկզբունքով ոստիկանների բացահայտումը։ Բարի երեկո, արգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ 11-ներ տևած զինված հակամարտություններից եւ մարդասիրական ճգնաժամերից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը վճռական քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ անցյալ տարի Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը ոչ միայն խաղաղություն է հաստատել երկու երկրի միջև, այլև ճանապարհ է հարթել առևտրի, փոխկապակցվածության եւ մարդկանց միջև շփումների համար։ Միրզոյանը շեշտել է, որ չնայած երկու երկրի միջև արձանագրված առաջընթացին դեռ չլուծված հարցեր կան, այդ թվում անհետ կորած անձանց եւ գերիների վերաբերյալ։ Though the painful humanitarian consequences of the conflict are still to be resolved, Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր եւ ոչ վաղ անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։ Սա անշուշտ բարդ գործընթաց է հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում, առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման եւ բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն եւ միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ։ Այնուամենայնիվ Հայաստանը մնում է հաստատակամորեն հանձնառու շարունակելու այս ուղին, ապագային միտված հանգրվանին հասցնելու նպատակով այն գիտակցմամբ, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կձևավորի առավել նպաստավոր միջավայր հակամարտության հետևանքների հասցեագրման համար։ Ու մինչև Հայաստանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խաղաղության հաստատման իր պատրաստականությունից է խոսում, տարածաշրջանը շարունակում է վարոդի տակառ հիշեցնել, որ կարող է պայթել ամեն վայրկյան։ Հարևան Իրանում հնարավոր սցենարների են պատրաստվում։ Միջազգային լրատվամիջոցները նույնիսկ ժամկետ են նշում, գրում, թե Սպիտակ տունը Իրանի դեմ իր սև գործը կարող է անել երեքշաբթի, չորեքշաբթի։ Միևնույն ժամանակ Օմանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ ԱՄՆ Իրան առաջիկա հանդիպումը կլինի փետրվարի 26-ին Ժնևում։ Վերլուծաբանները կարծում են, եթե ԱՄՆ Իրան բախում լինի, կրակը նաև մեզ կհասնի տնտեսական ու լոգիստիկ խոչընդոտների տեսքով։ Իրանի շուրջ լարվածությունը չի պարփվում։ Թրամփն ավելի լարված է պահում տարածաշրջանը։ Միջերկրական ծով է ուղարկել երկրորդ միջուկային ավիակիրը՝ Ջերալդ Ֆորդը։ Ամերիկյան տարբեր ավիաբազաներում տեղակայվում են նոր ռազմական նավեր, հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ։ Թրամփը սպառնում է Թեհրանին հարվածներ հասցնել, եթե Իրանը չընդունի իր միջուկային ծրագրի սահմանափակումները։ Միջուկայինի հետ կապված ինձ թվում է կողմերը դեռ ունեն ռեզերվ իրենց դիրքերը իրար մոտեցնելու, փորձում են ինչ-որ առանց պատերազմ իրենց ուզածին հասնել։ Իրանի դեմ լարվածությանը զուգահեռ բողոքի ակցիաներ են վերսկսվել Թեհրանում եւ հարակից մեծ ու փոքր քաղաքներում։ Կառավարության քաղաքականությունից դժգոհ ուսանողները դուրս են եկել փողոցներ։ Իրանում Հնդկաստանի դեսպանատունը խնդրել է իր քաղաքացիներին լքել Իրանը տրանսպորտային միջոցներով եւ կոմերցիոն չվերթներով։ Միացյալ Նահանգների առաջ դրված է խնդիր ոչ թե պարզապես հարվածել Իրանին, այլև հասնել նրան, որպեսզի Իրանում տեղի ունենա իշխանության փոփոխություն։ Դժգոհությունը եթե չլինի ի սկզբանե հանրության մեջ, չեն կարող Իսրայելը կամ ԱՄՆ-ն լայնամասշտաբ պրոցեսների աջակցեն եւ սկսեն
Ամերիկյան լրատվամիջոցները տարբեր ռազմական աղբյուրների հողում տալով գրում են, թե Իրանը Ռուսաստանի հետ 500 միլիոն եվրոյի գաղտնի գործարք է կնքել ժամանակակից Վերբա դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ գնելու համար։ Դեկտեմբերին Մոսկվայում ստորագրված համաձայնագրով Ռուսաստանը պարտավորվում է 3 տարվա ընթացքում Իրանին մատակարարել 500 Վերբա դյուրակիր արձակման կայանք եւ 2500 հրթիռներ։ Զերկայով դժվար կլինի F-35, F-22 տեսակի կործանիչների դեմ որևէ մարդ վարել։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել է, թե Իրանը տեքստ է պատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ, սակայն չի հաստատել տեղեկությունն ատոմի շուրջ ժամանակավոր գործարքի կնքման հնարավորության մասին։ Մենք այժմ գտնվում ենք մեր տեսակետների նախապատրաստման փուլում։ Իրանն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացված սահմանափակ հարվածը կդիտարկի որպես ագրեսիայի ակտ։ Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին զուգահեռ ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի եւ նրա որդի Մոջթաբայի վերացման տարբերակը։ ԱՄՆ-ն այն դիտարկում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման հնարավոր միջոցներից մեկը։ Մյուս կողմից իրանական իշխանությունները նահանջելու շատ տեղ չունեն, որովհետեւ յուրաքանչյուր նահանջին հաջորդում է արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների ավելի կոշտ ռետորաբանությունը։ Իրանում ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական գործողությունների դեպքում առաջնային տուժող երկրներից մեկը Հայաստանն է լինելու բեռների, էներգակիրների փոխադրման, լոգիստիկայի առումով։ Տնտեսական ռիսկեր առաջինը, թռիչքներ չեն լինի Իրանի տարածքով եւ ես կարծում եմ, որ ավտոտրանսպորտի հետ էլ խնդիրներ կլինեն եւ եթե ընդլայնվի ռիսկեր կան հաղթականների հետ կապված, մեծ քանակի օրինակ կարող է մարդիկ փորձեն գալ Հայաստան փախնել պատերազմից։ Իրանական հասարակությունը գլխավորապես գաղափարականացված հասարակություն է համախմբված կրոնի շուրջ, ինչը նշանակում է, որ այնպիսի միգրացիոն հոսքեր, ինչպիսին մենք տեսել ենք Իրաքի դեպքում, Լիբիայի դեպքում, Աֆղանստանի դեպքում, ես կարծում եմ այդպիսի հոսքեր այնուամենայնիվ չի լինի։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում։ Օմանյան բանակցություններում որպես միջնորդ կողմն է տեղեկություն տարածել։ ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության նախկին գործակալներից են սակայն հայտարարել, թե ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Իրանի վրա կլինի առաջիկա 2 օրերին։ Որքան էլ Իրանից մեսիջներ ուղարկվեն, թե պատրաստ են ԱՄՆ-ի հետ գնալ զիջումների, Թրամփն ավելի ագրեսիվ գործողությունների սցենար է մշակում ընդդեմ Իրանի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Այս աննախադեպ լարվածության ֆոնին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է մշակել ծրագիր իր դեմ մահափորձի եւ երկրի կառավարման համակարգի փլուզման դեպքում, հայտնում է The New York Times-ը։ Նա որոշակի լիազորություններ է հատկացրել վստահելի անձանց նեղ շրջանակին եւ հրամայել ստեղծել իրավահաջորդության համակարգ։ Հանձնարարել է իր հետ կապի խզման կամ մահվան դեպքում 4 հավանական տեղակալների ընտրություն կատարել։ Իսրայելի հետ վերջին լարվածությունների ֆոնին Խամենեին նշել էր 3 հնարավոր իրավահաջորդ թեկնածուների անունները, սակայն դրանք չեն հրապարակվում, տեղեկացնում են թերթի աղբյուրները։ Իդեպ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, նախարարը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել հանդիպումից այլ մանրամասներ պաշտպանական գերատեսչությունը չի հաղորդում։ Իսկ առաջիկայում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստ, երբ որտեղ դեռ հայտնի չէ։ Հայտնի է սակայն, որ այժմ Ադրբեջանի զինուժը հանգիստ տնավորվում է Հայաստանի սուվերեն տարածքում, մասնավորապես 2022-ին օկուպացրած տարածքներում ամրապնդում են դիրքերը։ Երբ դուրս կգան մեր հողերից հարցին, իշխանությունն արձագանքում է, որ խնդիրը կլուծվի սահմանազատման սահմանագծման արդյունքում, իսկ Ադրբեջանն այս հարցում քար լռություն է պահպանում։ Խորհրդային միության փլուզումից հետո առաջին անգամ 10 օր առաջ ադրբեջանցիները Հայաստան ոտք դրեցին հատելով ցամաքային սահմանը։ Խաղաղության կամուրջ գցող հայ փորձագետների հետ հանդիպման էին գալիս։ Եկանք իրանցով, որովհետև առայժմ միայն այս հատվածով է անցել Հայաստան-Ադրբեջան սահմանազատում գծումը։ Այստեղ են տեղադրվել, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, Հայաստանի անկախության սյուները։ Այստեղ ու վերջ սահմանազատում սահմանագծում Տավուշից հետո չկա, գործընթացը կանգ է առել։ Պատասխանատու պաշտոնյաներն առանց կոնկրետ ժամկետներ հստակեցնելու պարբերաբար միայն հայտարարում են, թե ուր որե պրոցեսը կշարունակվի, նոր հատվածներում կզատենք ու կգծենք մեր սահմանները, եւ հիմա արդեն օդում տարբեր ժամկետներ կան առկախված, առաջիկա ամիս, տարվա առաջին եռամսյակ մինչև ապրիլ, հնարավորինս շուտ ու այսպես շարունակ։ Ինչ որ հարցերում
մենք ենք շտապում ինչ որ հարցերում ադրբեջանական կողմն է շտապում, բայց գործընթաց է, որը շարունակվում է եւ ես կարծում եմ, որ մոտակա ապագայում մենք նաեւ ինչ որ մի մաս նույնպես կսահմանազատենք, հա, եւ կունենանք այն դրական հաճելի ստացված իրավիճակը, որը որ ունենք իրանցի մասում։ Թե կոնկրետ որ հատվածում է հաջորդը ստեղծվելու դրական հաճելի ստացված իրավիճակ, ինչպես խորհրդարանի խոսնակն էր ձևակերպել այս ճեպազրույցում, Սիմոնյանն ավելի ուշ ասած չի կարող հստակեցնել։ Հստակեցում չեղավ նաև հայ ու ադրբեջանցի փորձագետների վերջին շփումներից հետո քաղաքասարակության ներկայացուցիչները միայն տեղեկացրին, թե իրենց սահմանափակ գործառույթների շրջանակում այս հարցը եւս քննարկման առել են։ Առաջիկայում էլ փոխվարչապետեր Գրիգորյանի ու Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովում հանդիպում կլինի, երբ այս հարցը դարձյալ պատասխան չունեցավ։ Միայն գեոլիտիկ տվյալ 2 ամիս առաջ կազմը Հայաստանում էր, հիմա հավանաբար ադրբեջանական տարածքում կլինի։ Առաջիկայում նախատեսվում է նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Իսկ փորձագիտական համայնքում համոզված են առայժմ միակ հայ-ադրբեջանական սահմանազատման գծմանն Ալիևը համաձայնել էր, որովհետև իրեն ձեռնտու էր։ Հայաստանի վերահսկողության ներքո գտնվող տարածքները պետք է հանձնվեին։ Հիմա, երբ հերթն իրենցն է, երբ հնարավոր սահմանազատմամբ, սահմանագծմամբ իրենք պետք է մեզնից բռնազավթած հողերը վերադարձնեն, մասնագետն ասում է, Ադրբեջանից պետք չէ մեծ ոգևորություն ակնկալել։ Ալիևը ժամանակ շահելու համար ամեն կերպ գործընթացը դեռ կձգի, հաշիվներ ունի Բաքվի բռնապետը։ Հայտուն կերպով երևում էր հատկապես այդ Տավուշյան 3-4 գյուղերի մասով հասկանալի էր, որ դա միակողմանի զիջումների արդյունքում կատարված լոկալ դելիմիտացիոն աշխատանք էր, որը որ կատարվեց, ավարտվեց եւ շարունակություն չունեցավ։ Սա այն պարագայում, երբ որ մենք պետք է տեսնեինք հակառակ պատկերը, հաստատի ստացվում է, որ մենք այսօր չունենք դելիմիտացված, հստակեցված սահմաններ Ադրբեջանի հետ, որը նաև առիթ է տալու հաջորդ պատերազմական գործողությունների համար, որովհետև նրանք առ այդ պահը չեն հրաժարվել իրենց ցավալապաշտական նկատումներից եւ էքսպանսիոնիստական քաղաքականությունից։ Մի կողմից նա խաղաղություն է խաղում, մրցանակներ ստանում, գումարներ շահում, մյուս կողմից տնավորվում ինքնիշխան Հայաստանի հողերում։ Հայկական լրատվամիջոցներով մեկ տեղեկությունը տարածվեց։ Սա ադրբեջանական մարտական հենակետ է մեր սուվերեն տարածքում։ Օկուպացրել են 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ։ Հիմա նախաստորագրյալ խաղաղության պայմաններում այստեղից ճամպրուկները հավաքելու փոխարեն ընդլայնել են հենակետի տարածքը, նոր խրամատներ կառուցել, բետոնապատ ինժեներական կառույց ստեղծել։ Սա դերևս երկար տարիներ անգամ կարող է տեղի չունենա, բայց պայմանավորեցնում եմ նաև մինչև հունիսի 7-ի ընտրությունները, գուցե այն պահանջը, որը այս պահին առաջնահերթություն է, այն է սահմանադրության փոփոխությունը, դրա կատարումից հետո նոր մենք ականատես դառնանք սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների։ Այսինքն Ալիևը իր հերթական պարտավորությունը կվերածի հերթական նախապայմանի, հերթական առուծախի։ Իդեպ նա մինչև օրս այդպես էլ գոնե մեկ անգամ ուղիղ տեքստով չի ասել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հստակ թվերով, քառակուսի կիլոմետրերով սարուց զոր է ընկել, հին ու նոր հիշել, թվեր չի ասել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Հայկական բեռնատարները դարձյալ կանգնած են Վրաստանում, այս անգամ որն է խնդիրը։ Հայաստանում կոռուպցիա կա, բայց հարևան երկրների համեմատ քիչ է։ Որտեղ էին մասնագետները, երբ առանց բիտումի ասֆալտ էին փռում Երևանում, հարց քաղաքապետարանում։ Ինչպես է դիրքավորվել Հայաստանը տուրիստական քարտեզում։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Չնայած որոշ անհամաձայնություններին Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2027 թվականի փետրվարի 24-ը, ասված է Եվրոպական միության խորհրդի որոշման մեջ։ Ռուսաստանի իշխանությունները արևմուտքի պատժամիջոցները համարում են անարդյունավետ եւ անօրինական։ Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, որը մասնավորապես վերաբերում է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ռազմական կրեդիտի տրամադրմանը։ Հունգարիայի արտգործնախարարը նշել է, որ որոշման հիմքը Ուկրաինայի կողմից դրուժբա խողովակաշարով նավթի տարանցման արգելափակումն էր։
Ուկրաինան աստիճանաբար պարտվում է Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունում, իսկ նրա դիրքերը առաջնագծում վատթարանում են, հայտնում է պետական լրատվական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով բրիտանական Sky News-ին։ Ռուսաստանը առաջ է շարժվում, գրում է Sky News-ի ռազմական վերլուծաբանը եւ ավելացնում, որ Ուկրաինան դժվար ժամանակներ է ապրում։ Նա հավելել է, որ Ռուսաստանը չնայած արևմտյան պատժամիջոցներին զգալի տնտեսական ռեսուրսներ ունի ռազմաարդյունաբերական համալիրը պահպանելու համար։ Բրիտանական լրատվամիջոցի վերլուծաբանը նաև ընդգծել է, որ արևմտյան երկրները չեն կարողացել իրենց տնտեսությունները բերել պատերազմական պատրաստվածության վիճակի Ուկրաինային լայնածավալ օգնություն տրամադրելու համար։ Մեկնարկել է ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիական Հասաքեի շրջանում գտնվող ԱՄՆ ամենամեծ կասրատ ռազմաբազայից, հայտնում են միջազգային լրատվամիջոցները եւ հավելում, որ զորքերը ուղևորվում են Իրաք։ Հիշեցնեմ, Միացյալ Նահանգներից նախկինում հաստատել էին, որ Վաշինգտոնը պլանավորում է մոտ 1000 զինծառայողների դուրս բերել Սիրիայի տարածքից։ Ըստ Wall Street Journal-ի որոշումը կապված չէ Իրանի հետ հարաբերությունների սրացման հետ։ JD Vance թե Մարկո Ռուբիո, սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննարկումն է հնարավոր իրավաճորթի հարցով։ Ամերիկյան Axios պարբերականը գրում է, որ նախագահի 2028 թվականի երազանքը Vance-Ռուբիո զույգն է։ Այդ պատճառով հաճախ Թրամփը հրապարակային գովասանքի խոսքեր է շռայլում այս գործիչների հասցեին, գրում է պարբերականը։ Եթե անցյալ տարի խնդիր էր Հայաստանից Վրաստանով արտահանում, ապա այս տարի, մասնավորապես վերջին օրերին, խնդիր է դարձել Վրաստանի տարածքով հայկական բեռների ներմուծումը, որտեղ է թաքնված շանգլուխը, պարզ չէ, հայ վարորդները հրապարակված տեսանյութերում պնդում են, որ վրացի մաքսավորները վերևներից հրահանգ ունեն, այդ պատճառով չեն թողնում հայկական բեռնատարները։ Ռուս-վրացական անցակետում նորից կուտակվել են հայաստանյան ընկերություններին պատկանող մեծ թվով բեռնատարներ։ Արդեն 2 օր է, ինչ համացանցում հայտնվում են նման բովանդակությամբ տեսանյութեր։ Հայ վարորդները պնդում են, որ չնայած որևէ խնդիր չունեն փաստաթղթերի կամ օրենքի հետ, սակայն վրացի մաքսավորները նրանց թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան։ Տարբեր ապրանքներով բացած բեռնատարները կուտակվում են վրացական տերմինալների տարածքներում։ Բազբեգի ստայանքն է, ռենգենի ստայանքն է, այստեղ ռենգենն է, ռենգեն անց է, կայնել ենք ու կսպասենք, առանց տեղեկություն, առանց ոչ մի բանի։ Периодически ավտոները կուկանկանցնին կեշտան ու պատել են, որ սարնեց ունե տված, այսօր չանցանք էլ մի քանի օր էլի արդեն ստեղ ենք։ 3 տարի է տախտակ լամինատով աշխատում ենք, առանց ոչնդոտ անցել ենք։ Հիմա ամսի 12-ից այսպես կայնսվել է վրացին, սա այս ավտոները գալիս են դեպի Հայաստան հայկական բեռերով, չեն թողում անցնենք։ Ամսի 12-ից կայնացենք, դոկումենտները վերցրել են ռենգենի աշխատողները, չեն տալի ու ոչ մի պատճառ չեն նշում, ասում են կայնեք, մինչև հրաման կտանք ասեն բաց կթողենք։ Մարդիկ նշում են, որ չունեն խնդիրներ Վրաստանի օրենքների հետ, բեռների կամ անհրաժեշտ փաստաթղթերի հետ եւս։ Վրացի մաքսավորներն էլ իրենց հարցումներին պատասխանում են, որ հայկական բեռնատարները դեպի Հայաստան դուրս չթողնելու հրաման ունեն, այնպես որ որևէ մեկին չեն կարող թույլ տալ հեռանալ առանց այդպիսի հրահանգի։ Վարորդները դիմում են Հայաստանի կառավարությանը ինչ որ քայլեր ձեռնարկելու համար, քանի որ արդեն օրեր շարունակ մնացել են ճանապարհին առանց սննդի եւ կացարանի, ցլտի պայմաններում։ Բացի այդ, նրանց խոսքով վրացի մաքսավորները վերցրել են իրենց փաստաթղթերը եւ չեն վերադարձրել։ Մասշտաբները դեռ կատաստրոֆիկ չեն, բայց կարան դառնան, էլի, այդ վիճակն է։ Բացի տրանսպորտնիկից, որը նաեւ իր վնասներն է կրում, կան նաեւ ներմուծողներ, որոնք քիչ պակաս վնասներ չեն կրում նաեւ հիմա։ Այն արտահանման խնդրին, ինչին մենք արդեն մոտ մի տարի է բախվել ենք ու հարմարվել աշխատում ենք, դա կա։ Այդտեղ մենք խնդիրներ ունենք դեռ, որոնք չեն լուծվել, ավելի շատ մենք ենք հարմարվել իրավիճակին եւ աշխատում ենք, իսկ ներմուծման հետ կապված խնդիրներին նոր ենք բախվում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ օրերս նախարար Պապոյանը հանդիպում է ունեցել իր վրացի գործընկերոջ Մարիամ Կվոյևիշվիլու գլխավորած պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվել է բեռների անխոչնդոտ անցման հարցը։ Եվ վերջ, Վրաստանում ճակերտավոր գերի մնացած վարորդներին փոխանցելիքը ընդհանրապես սա է։ Այդուհանդերձ փորձագետները հույսը չեն կորցնում, որ խնդիրը արագ լուծում կստանա։ Ռեսուրսը չի հերիքում։ Կա խնդիր հենց ռեսուրսների եւ այստեղ արդեն միջպետական մակարդակով
քննարկելու եւ օնլայնելու կարիք կա, հա, այդ ամսակետերում հնարավորությունները։ Պետական մակարդակով տարվող բանակցությունները պետք է որ արդյունք տան նաև այն պատճառով, որ Վրաստանը հիմա եւս շահագրգիռ է Հայաստանի հետ տարբեր նախագծերի իրականացման հարցում, նշում են փորձագետները։ Վրաստանը տեսնում է, որ նոր հնարավորությունները Հայաստանի աուկցիաները արդեն ինչ-որ չափով կարող են իրենց բեռներից զրկել եւ փորձում են այսօր արդեն քայլեր ձեռնարկել, որ ավելի ակտիվ թե հարաբերություններ լինեն, թե արևտուրը նախաձեռնություններ լինեն, որ կոմպենսացնեն հնարավոր կորուստները ապագայում։ Իրականում հայ-վրացական պասիվ լոգիստիկ չակերտավոր այս հակամարտությունը ավելի քան 1 տարվա պատմություն ունի։ Խնդիրը սակայն այն է, որ Հայաստանի հանրությանը պարզ չէ դրա ռեալ դրդապատճառը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվ հարևան երկրների և ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համեմատ Հայաստանում հակակոռուպցիոն իրավիճակը ավելի լավ է, բայց սա ուրախանալու առիթ մեզ չի տալիս։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավարը։ Ըստ նրա, այն առաջընթացը, որ մեր երկրում գրանցվել է կոռուպցիայի ընկալման համաթվի սանդղակում, նշանակալի չէ։ Կենտրոնի ներկայացուցչի գնահատմամբ Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությունը հիմա իրականում լճացման փուլում է։ Մեր մոտ, որ 50-ից ցածի դեպքում կոռուպցիան լուրջ խնդիր է համարվում։ Եվ մենք ինչ ենք հասկանում նաև դա ասելով, դա էլ ասեմ, որ նա ազդում է երկրի զարգացման վեկտորի վրա, տնտեսական, քաղաքական, սոցիալական զարգացման վեկտորի վրա։ Մայրաքաղաքի մի շարք փողոցներում, այդ թվում Վարդանանց, Նոր-Նորքի տարբեր հատվածներում ասֆալտապատումը իրականացվել է առանց բիտում խառնուրդի։ Այդ մասին քաղաքապետին զեկուցել է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարը։ Քաղաքապետ Ավինյանը վարչական ղեկավարներից հետաքրքրվել է, որտեղ էին պատասխանատու ինժեներները, երբ մայրաքաղաքի որոշ փողոցներում առանց բիտում ասֆալտապատում էին կատարում։ Քաղաքապետը հանձնարարել է տարբեր հատվածներից ասֆալտի փորձանմուշներ վերցնել և փորձաքննություն իրականացնել։ Տվյալ տեղը բիտումով ասֆալտը արված և բերված է պատշաճ կարգի։ Այդտեղ բիտումով ասֆալտ արված։ Այդ նույն տեղում բիտումով ասֆալտ արված նկարները կան։ Բա ինչի չէին արել բիտում մինչև ասֆալտը լցնել։ Այդ հատվածում իրանք թոթովենց ընդհանուր ծավալը մեծ էին վերցրել շինարարները։ Վերևից ասենք թափելով գալիս էին դրա համար։ Բալաուի մեկ ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Օրը ցերեկով այդ չա նշանակում, ասենք մի մարդ չունեք, գնա կողքները կանգնի տենա ինչ են անում։ Կամ լավ ասենք որ դառնա էլի, ասենք բիտումի վրա 2 կոպեկ ավել փող, ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր։ Ռուսաստան, Վրաստան, Իրան, սրանք թոփ եռյակային երկրներ են, որտեղից Հայաստան են եկել ամենաշատ զբոսաշրջիկները։ Օրինակ, ռուսներին դուր է գալիս հայկական խորտիկները, վրացիներին Երևանի գիշերային կյանքը։ Այս ֆոնին ավելացել է նաև այլ երկրներից Հայաստան ժամանողների թիվը։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տվյալով տուրիստական ակտիվ հունվար են ունեցել, մինչդեռ ոլորտի մասնագետները պնդում են, ակտիվության պատճառը այլ տեղ պետք է փնտրել։ Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ունենալով այսքան մեծ քրիստոնեական ժառանգություն, այնուամենայնիվ աշխարհին դեռ բավարար չի ներկայացրել իր ներուժը, շատ երկրներ, շատ զբոսաշրջիկներ չգիտեն Հայաստանի առաջին քրիստոնյա երկիր լինելու մասին։ Ամփոփիչ ասուլիսում մտահոգությունն է հայտնում զբոսաշրջության կոմիտեի նախագահը, նշելով, որ 2025 թվականին ուշադրության կենտրոնում է նաև կրոնական զբոսաշրջությունը։ Այս ուղղությանը մեծ տեղ են տալու։ Զբոսաշրջության ոլորտի փորձագետի պարզաբանման պատճառն այն է, որ հարևան պետություններից զբոսաշրջիկները հիմնականում ռեգիոնալ տուրի շրջանակում են գալիս Հայաստան։ Նրա պնդմամբ մեր երկրում ռեգիոնալ տուրերը չեն վերահսկվում կոմիտեի կողմից, քանի որ զբոսաշրջիկները որպես երրորդ երկիր Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից տուր փաթեթով են գալիս մեր երկիր, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը փորձագետի պնդմամբ միջազգային հարթակներում բավականին ագրեսիվ մարքեթինգ են իրականացնում։ Զբոսավարը կամ ուղեկցողը լինում է տվյալ երկրի զբոսավարը եւ ոչ հայ, հայաստանցի, եւ այստեղ կա ռիսկ եւ կարծում եմ դա ոչ միայն զբոսաշրջության ոլորտի խնդիր է, այլ նաեւ ազգային անվտանգ
անվտանգություն, քանի որ մենք չգիտենք, թե տվյալ խմբերին ուղեկցող այդ զբոսավարը ինչպես է ներկայացնում Հայաստանը։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նաև վստահեցնում է հունվար ամսվա համար զբոսաշրջիկների ահռելի հոսք կա։ 40,000-ով ավելի զբոսաշրջիկ է եղել։ Նրանց թիվը հասել է 170,000-ի։ Սակայն փորձագետ Նելի հակառակն է պնդում, նշելով, որ դա ոչ թե իրենց աշխատանքի, այլ նրա արդյունքում է, որ հունվարը առհասարակ համարվում է ճամփորդական ոչ ակտիվ սեզոն։ Եվ այդ ընթացքում ավիաընկերություններն առաջարկում են տոմսերից ցածր գներ։ Զբոսաշրջիկներն էլ նոր ուղղություն ընտրելիս առաջինը դիտարկում են, թե որ ուղղությամբ է ավիատոմսը ավելի մաչելի, ինչն էլ հոսք է ապահովում։ Կոմիտեի նախագահը նորություն էլ ուներ։ Ասաց, ԱՄՆ-ից ոչ յանով վերջացող ազգանունով զբոսաշրջիկների թիվը գնալով ավելանում է, եվրոպական երկրներից ևս կան։ Նշեմ, որ շուտով Turkish Airlines-ն է գալիս Հայաստան, նրանք իրականացնում են այդպիսի չվերթ եւ ունեն այդ ներուժը, որպեսզի թռնեն Հայաստանից։ Դուբայը, Qatar Airways-ը եւ այլ տարբեր ավիաընկերություններ եվրոպական, որոնք իսկ դեպի Հայաստան տրանզիտով Ամերիկայից տեղափոխել են ուղևորներ, այնպես որ չեմ կարծում, որ Turkish Airlines-ի հենց մուտքով է դա այսպես ազդարարվում որպես լուրջ նոր Ամերիկայի այդ ուղղությունից զբոսաշրջիկներ ներգրավելու մեծ հնարավորություն է բացվում Հայաստանի հավլիցի ոչ։ Իրենք հստակ ինչ հաշվարկներ են արել կամ ինչ պայմանագրեր ունեն։ Հայաստանում նոր թափով կզարգանա բժշկական զբոսաշրջությունը, վստահեցնում է կոմիտեի նախագահն ու հավելում, դա հնարավորություն կտա Հայաստան հրավիրել այն բոլոր երկրներին, որոնք ունեն բժշկական զբոսաշրջության հաջողված փորձ եւ տարեկան 100,000-ավոր զբոսաշրջիկների կամ պացիենտներին են ընդունում իրենց երկրներում բժշկական ծառայություններ ստանալու համար։ Ամփոփելով արդյունքները, կոմիտեի նախագահն ասաց, որ 2025 թվականի արդյունքներով զբոսաշրջիկների 41%-ը ժամանում է Ռուսաստանից, այնուհետև Վրաստանից ժամանողների աճ է գրանցվել մոտ 30,000 մարդ։ Դրան հաջորդում են Իրանից եկողների թիվը։ Շարունակում են բանակցությունները դեպի Չինաստան ուղիղ չվերթ սկսելու ուղղությամբ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներանց։ Ոչ միայն քիչ, այլև ուշացումով առողջության ոլորտի մասնագետները դժգոհում են համընդհանուր ապահովագրության արդյունքից եւ փողոցային կռիվ օրը ցերեկով 20-ը 1-ի դիմաց սկզբունքով ոստիկանների բացահայտումը։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի նոր օրը ավելին հաջորդիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Մեկ գիրք, 25 բժշկական մասնագիտացումներ ու 371 կլինիկական գործելակարգ, սա Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի հրատարակած նոր ժողովածուն է, որ կոչվում է «Բուժում է Վարդանանցը»։ Միջազգային ուղեցույցների հիման վրա մշակված, տեղական համակարգին հարմարեցված եւ թվայնացված եռահատոր ժողովածուն հավակնում է դառնալ Հայաստանի առողջապահական ոլորտի նոր գործնական հենարանը։ Հայաստանի ազգային պատկերասրահում Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնը հանրությանը ներկայացրեց «Բուժում է Վարդանանցը» կլինիկական գործելակարգերի եռահատոր ժողովածուն։ Ժողովածուն ներառում է 371 կլինիկական գործելակարգ, 25 բժշկական մասնագիտացումներով, ներառյալ թերապևտիկ եւ վիրաբուժական ուղղությունները։ Գործելակարգերը մշակված են միջազգային առաջատար ուղեցույցների հիման վրա, բարձր ապացուցողականությամբ եւ կիրառելիությամբ, հարմարեցված Հայաստանի առողջապահական համակարգին։ Այստեղ շատ կարևոր է ապահովել բուժարուի պացիենտի վստահությունը բժշկի հանդեպ եւ բժիշկը պարտավոր է ցուցաբերել բոլոր այն գիտելիքները, որով զինված եկել է պացիենտը։ Հենց այդ առումով մենք որոշել ենք թողարկենք այս գիրքը։ Նյութերի մշակումը, թարգմանությունն ու արդիականացումը իրականացվել են Վարդանանց բժշկական կենտրոնի մասնագիտական գերազանցության կենտրոնի կողմից։ Խմբագրական խորհուրդը գլխավորում է Երևանի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանը։ Այստեղ երևում է Վարդանանցի ձեռագիրը։ Սա շատ կարևոր կոնցեպտ է, հատկապես առաջնային օղակի բժշկին շատ օգտակար կլինի, երբ որ ինքը ուզում է վստահելի աղբյուրից ստանա տեղեկատվություն։ Ժողովածում նախապես ներկայացվել է քննարկման եւ մասնագիտական գնահատմամբ առողջապահության նախարարության ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի գիտական խորհրդին, որի անդամների առաջարկներն ու դիտարկումները ներառվել են վերջնական խմբագրության մեջ։ 2026 թվականի շնորհանդեսի առանցքային շեշտադրումը պացիենտի վրա է, որպես բժշկական գիտության եւ պրակտիկայի հիմնական շահառու։ Փորձել ենք տալ այնպիսի ախտորոշումներ, որոնք ոչ միայն ինտերնալ, այսինքն
այսինքն Վարդանանցի ներսում, այլ նաև ամբողջ Հայաստանի բժիշկներին օգնեն եւ լինեն իրենց գրքի, իրենց սեղանի հիմնական գիրքը։ Երբ որ մենք առաջին հատորը ձեռք ենք բերել, նա տեսել ենք, որ շատ օգտակար է, որպես սեղանի գիրք, որպես ընտանեկան բժշկի համար գործելակարգ։ Մեկնարկել է նաև դրանց վերափոխումը Moodle թվային ուսուցման հարթակի համար։ 2027 թվականին Վարդանանցի մասնագիտական գերազանցության կենտրոնը նախատեսում է իր կրթական ծրագրերն առաջարկել Հայաստանի եւ արտերկրի մասնագիտական համայնքներին։ Նաիրի Մուրադյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո բժիշկների աշխատավարձը ստացել են ոչ միայն ուշացումով, այլև բավականին ցածր։ Ազգային ժողովի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում հայտնել են ոլորտի մասնագետները։ Նրանք պահանջում են խորհրդարանական լսումներ համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի խնդիրների շուրջ։ Առողջապահության ապահովագրության համակարգը մեկնարկել է հախուռն առանց քաղաքացիների ու նաև բուժաշխատողների պատշաճ իրազեկման։ Բողոքավորների պնդմամբ բուժաշխատողների աշխատավարձերն էլ թերի են հաշվարկել հենց այդ բացերի պատճառով։ Հիվանդանոցային բլոկի աշխատողները ստացել են շուրջ 30% ցածր աշխատավարձներ, իսկ պոլիկլինիկաներում, այսինքն արտահիվանդանոցային բժշկական ծառայությունում մոտավորապես 2 անգամ, 2-ից 3 անգամ երբեմն ցածր եւ այս կառույցում շատ ավելի ցածր ստացել են բուժքույրերը, մայրապետերը, որտեղ բժիշկները եւ բուժքույրերը այնտեղ վարձատրվում էին per capita սկզբունքով, այսինքն գլխաքանակային սկզբունքով եւ այդ per capita սկզբունքով իրենց աշխատավարձը բավականին իջել է։ Իջելա, որովհետեւ հաշվարկն է այդպեսին, իջելա, որովհետեւ այդպես են որոշել։ Մարդիկ, ովքեր որ պացիենտի հետ չեն շփվում, մարդիկ, ովքեր որ այդ տիտանական աշխատանքը չեն կատարում, մարդիկ, ովքեր որ կյանքեր չեն փրկում, որոշել են, որ բուժաշխատողի աշխատավարձը պետք է այդպես հաշվարկվի, այդքան լինի։ 20 հոգով մեկի դեմ ոստիկաններն այսօր առավոտյան են նկատել փողոցային կռիվը ազգային գրադարանի մոտ եւ նախազգուշական օդ կրակոց արձակել։ Այս եւ օրվա այլ կարևորի մասին հաջորդիվ մեկ տեսաշարում։ Առաջիկա ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ մինչև մայիսի 26-ը ժամը 14:00 քաղաքացիները կարող են դիմել միգրացիայի եւ քաղաքացիության վարչություն հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու եւ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար։ Դիմումները կարող են ներկայացվել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակով։ Իսկ էլեկտրոնային դիմումների դեպքում անհրաժեշտ է էլեկտրոնային թվային ստորագրություն։ Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու որոշումները շարունակում են խնդիր առաջացնել, քանի որ խոսքը երկրի ռազմավարական ջրային պաշարի մասին է։ Ելույթ ունենալով ջրային կոմիտեի ձևավորման 25-ամյակի միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ լուծումը կաթիլային ոռոգումն ու ինտենսիվ գյուղատնտեսությունն են։ Նրա խոսքով այսօր գյուղատնտեսությունը հիմնականում վնասաբեր է, քանի որ չի հաշվարկվում իրական ինքնարժեքը, իսկ ջրի գինը թերագնահատված է։ Վարչապետը շեշտել է, խնդիրը ոչ թե ջրային ռեսուրսների պակասն է, այլ դրանց կառավարման անկարողությունը։ Հայաստանում տարեկան ձևավորվում է շուրջ 5-ից 7 միլիարդ խորանարդ մետր ջուր, սակայն հողերի փոքր մասն է ոռոգվում։ Մինչդեռ անհրաժեշտ է, որ չոռոգվող գյուղատնտեսական հող ընդհանրապես չլինի եւ ջուրը ծառայի երկրի զարգացմանը։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդատությունը երկրում նախորդ շաբաթվա համեմատ գրեթե նույն մակարդակում է պահպանվում, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 1.8 անգամ։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ գրանցված դեպքերի գրեթե 81.3%-ը վերաբերում է 0-ից 18 տարեկաններին, իսկ ամենաբարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-ից 4 տարեկանների շրջանում։ Ծառայություն իրականացնելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը փետրվարի 23-ին առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում ազգային գրադարանի հարակից տարածքում նկատել է, որ 2 տասնյակից ավելի երիտասարդներ հարձակվել են մեկ այլ երիտասարդի վրա եւ ծեծի են ենթարկում նրան։ Իրավապահները միջամտել են, կանխելով միջադեպի հետագա զարգացումները։ Իրավիճակը վերահսկելու նպատակով օրենքով սահմանված կարգով օդ են արձակվել նախազգուշական 2 կրակոց։ Ոստիկանները ձերբակալել են 1 անձի եւ ներկայացրել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին, իսկ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան միջոցառումներ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։
Եվ եղանակի մասին, ինչ սպասել առաջիկա օրերին, ավելին կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 6-ից 10 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 3-ից 6 աստիճան, Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 10-ից 14, Լոռիում 4-ից 8, Տավուշում 6-ից 9 աստիճան, Հարարատում Արմավիրում կդիտվի 13-ից 15, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 7-ից 11, Սյունիքի նախալեռներում 4-ից 8 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 2-ից 4, ցերեկը 11-ից 13, երեկոյան 6-ից 8 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։